Այս տարի Փաշինյանը վերջնականապես իր վրայից գցեց ժողովրդական իշխանության քողը, մեր աչքում այն զիջել էր 2018-ի, իհարկե 18-ի հենց հունիս ամսից, բայց պաշտոնապես այդ մասին հայտարարեց 25 թվականին կառավարությունը ես եմ ձևակերպմամբ։ Այլևս այդ դիրքերից է հանդես գալիս, ինքն է ամեն ինչ որոշում, մեր երկրում պետական այլ կառույց չկա։ Անցնող տարին սկսեց իշխանության պարտությամբ, հենց գարնանը համայնքապետերի ընտրություններ տեղի ունեցան Գյումրիում, Փարաքարում, որտեղ ՔՊ-ն պարտվեց, բայց տարին ավարտում ենք հաղթած թեկնածուներից մեկի սպանությամբ, մյուսի բանտարկությամբ։ Ու թեև ՔՊԱ-ականները կարող են լավ բան տեսնել նրա մեջ, որ 30-40 քաղբանտարկյալ կա ու հարյուրավոր քաղհալածյալներ, բայց դա մեր պետության ամոթն է։ Տարվա աղմկահարույց իրադարձություններից է Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների գլխին սարքելն ու բանտարկելը տերորիզմի հոդվածով։ Մոտ 2 տասնյակ մարդկանց բռնեցին, այստեղից այնտեղից ձայնագրություններ կտրին-կպցրին, պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ կալանքի տարան, բայց գործը դատարանում փուլ է գալիս։ Շինծու քրեական գործերով այս պահին կալանավորված է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 4 սրբազան՝ Բագրատ արքեպիսկոպոսը, Միքայել արքեպիսկոպոսը, Արշակ արքեպիսկոպոսը, Մկրտիչ եպիսկոպոսը։ Սա եկեղեցու վրա ամենալկտի հարձակումն է։ Մայր աթոռի վրա տեղի ունեցավ մի քանի գրոհ՝ ԱԱԾ-ով, ոստիկաններով, այնուհետև ՔՊԱ-ականներով, ու չնայած որոշ հոգևորականների իրենցով արեցին, օգտվելով նրանց դեմ կոմպրոմատների առատությունից, բայց վստահաբար թշնամիների հարձակումից ոտքի կանգնած եկեղեցին Նիկոլի հարձակմանը կդիմանա ու կդիմանա,